Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, եթե մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, ապա ինչպես խաչված ավազակը փրկվեց առանց մկրտվելու։ Սիրելիներս, չի կարելի խոսել ավազակի մկրտության մասին նախ, որովհետև Հիսուս իր հարությունից հետո հաստատեց մկրտությունն ասելով. գնացեք բոլոր ազգերին մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Մինչ այդ պահը մկրտության խորհուրդը հաստատված չէր։ Եվ երկրորդ, ավազակի համար անհնար էր խաչից իջնել, մկրտվել, նորից խաչը բարձրանալ։ Սա է պատասխանը, թե ինչու ավազակը փրկվեց առանց մկրտվելու։ Բայց քանի որ խոսեցինք այս մկրտության մասին, փորձեմ պատասխանել, ինչպես կարող է մարդ առանց մկրտության նաև փրկվել։ Քրիստոնեական եկեղեցու մեջ, հայ առաքելական եկեղեցու, ընդհանրապես առաքելական ուղղափառ բոլոր եկեղեցիների մեջ ընդունված է արյան մկրտությունը։ Ինչ ասել արյան մկրտություն եւ ովքեր են արյան մկրտվածները։ Նրանք, ովքեր հանուն Քրիստոս իրենց հավատքի համար նահատակվել են, դա համարվում է արյան մկրտություն։ Որովհետև այս մարդիկ հատկապես առաջին մի քանի դարերում շատ-շատեր առաքել նրանց հաջորդների միջոցով դարձ ունեցան, հավատացին Քրիստոսին, բայց չհասցրեցին Սուրբ Երրորդության անունով մկրտվել։ Նրանք իրենց մկրտությունը հաստատեցին իրենց հավատքը վկայելով, իրենց արյան վճարելով այդ մկրտության համար։ Սա կոչվում է արյան վկայություն։ Հատկապես 1915 թվական ապրիլ 24-ի Եղեռնի օր դրանից առաջ եւ դրանից հետո շատ մեր հայրենակիցներ էլ, ովքեր մկրտված են, արյամբ մկրտվեցին իրենց քրիստոնեական հավատքը եւ Քրիստոսին հավատարմությունը պահելով։ Ինչու է սա կոչվում արյան մկրտություն, որտեղից կարող ենք հասկանալ ինչ է սա նշանակում։ Պողոս Արաքյալը Հռոմեացին ուղղված նամակի մեջ ասում է. Քրիստոսի հետ մեկ անգամ մկրտվելով նրա մահվան խորհրդին հաղորդակից դարձանք։ Նշանակում է մկրտությամբ մենք Քրիստոսի մահվան ենք հաղորդակից, այսինքն մեր հին մարդը մեռնում է, մենք նոր մարդ ենք դառնում։ Ուրեմն արյան մկրտությամբ մեր հին մարդու մենք սպանում ենք։ Եթե մկրտությունը լուսավորվել է, ապա խաչված ավազակը խաչի վրա մտքով եւ հոգով լուսավորվեց հավատալով Քրիստոսին։ Եթե մկրտությունը մեր մեղքերի թողության համար է, ապա խաչված ավազակը Քրիստոսից ներում ստացավ, մաքրվեց իր մեղքով, եղավ առաջին մարդը, որ Քրիստոսի արյամբ մաքրվեց եւ մուտք գործեց դրախտ։ Եվ հատկապես մենք կարդում ենք Քրիստոսի խոսքը, երբ որ Հովհաննես եւ Հակոբոս առաքյալը մոտենում են, ուզում են որ Հիսուսի աջ եւ ձախ կողմերը նստել, Հիսուս ասում է. կարող եք խմեք այն տառապանքի բաժակ, որ ես պիտի խմեմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտեմ։ Վստահաբար Հիսուսի խոսքը ջրով մկրտության մասին չէր, այլ այն չարչարանքնի խաչերության, որով ինքը պիտի անցներ եւ հետագային բոլոր առաքյալները պիտի անցնեն։ Ուրեմն խաչակից լինել, չարչարվել հավատքի համար նշանակում է մկրտության հաստատել քո հավատքը։ Ուրեմն նրանք, ովքեր հանուն հավատքի խաչվեցին, չարչարվեցին, նահատակվեցին, մաշկազերծ եղան, գլխատվեցին, նրանք իրենց արյամբ մկրտությամբ չարչարակից եղան Քրիստոսին։ Այս մկրտության մասն եւ հետկապես այն տառապանքի բաժակ, որ պիտի խմենք, նույնպես այդ նեղություններն ու չարչարանքներն են Քրիստոսի համար։ Այնպես էլ այսօրվա դարի մեջ, եթե շատ մարդիկ, ովքեր հասցրել են հավատալ Հիսուս Քրիստոսին, բայց չեն հասցրել մկրտվել Սուրբ Երրորդության անունով եւ իրենք նահատակվել են հանուն Քրիստոսի, այդ մարդիկ փրկված են արյան մկրտությամբ եւ գտնվում են Տիրոջ ներկայության մեջ։